45-ամյա Սվետլաննա Գալստյանը 6 երեխաների մայր է, երեխաներից 4-ը անչափահաս են, միայնակ մայրն իր զավակների հետ ապրում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում։ Վարդաշենի հանրակացարանի մի փոքր սենյակում բնակվող ընտանիքը գոյատևում է ամսական 36,000 դրամ աղքատության նպաստով։ Գալստյանի 2 տղաները մինչև կեսօր գիշերօթիկ դպրոց են հաճախում, որպեսզի այնտեղ գոնե ճաշեն։ Ուղղակի գիշերօթիկ սրաներա հովանավորության տակ կամաչ գնես, որ մեկ իզոր մի կդոր հացական մի հատ ժորատակ ու երեխեն ալքնի, չկա աշխատատեղեր չկա։ Կինը պատմում է, որ վերջին տարիներին իրենց վիճակն ավելի անելանելի է դարձել։ Ժամանակին մի որոշ շրջան գիշերներն աշխատել է հացի արտադրամասում, 12 ժամի աշխատանքի համար ստանալով ընդամենը 3000 դրամ։ Սակայն այժմ թողել է այդ աշխատանքը, քանի որ մանկահասակ երեխան խնամքի կարիք ունի։ Պետությունից աշխատանք ու գնաճին համարժեք աշխատավարձ է խնդրում։ Պետությունը աջակցելու պահենա, որ ոչ մի բան չթանկացնի, աշխատավարձ բարձրացնի, նորմալ նպաստ հատկացնի, աշխատատեղեր բացի, ոչ թե խոսքի գնանք սրաներա դուրը մաքրենք, սրաներա զիբիլը թափենք, խղճահարությամբ, մեկը շորտ է, մեկը դոր հաց տա։ Ընտանիքի օրվա հացն անգամ մեծ խնդիր է նրանց համար։ Երեխաներին կերակրելու համար արդեն պարտքեր է կուտակել խանութներում։ Նրանց հագուստը բացառապես հարևաններն են նվիրում, նոր շոր գնելու հնարավորություն չունեն։ Բարկով եմ անում, երեք իր գուներ հացա բերը, հավատում է ժամկա 12-ն է, հələ ես հաց չեմ կերը, իմ երեխուն հաց չեմ տվել։ Ներկա պայս ես ներքև երեխես հաշվանդամ երեխա սասկի էր ուզում նրբերշիկ, ես գնաց է խնդրել եմ, բերել եմ։ Աղքատությունը հաղթահարելու ելքը տեսնում է 10-ամյա Միքայելը, ով երազում է արագ մեծանալու եւ աշխատանք գտնելու մասին։ Երջանիկ լինենք, խախանդապենք, բանի կարիք չունենանք։ Որ մեծանաս օրինակ, ոնց ես պատկերացնում, ինչ ես անելու։ Գնալու եմ աշխատում, որ ընտանիքս վա։ Երեխաներից 14-ամյա Կարենը հաշմանդամություն ունի, սակայն բուժման համար անհրաժեշտ միջոցներ չունեն։ Մայրը գանգատվում է, չնայած հայտարարվում է, թե հաշմանդամների բուժումն անվճար է, բժշկի յուրաքանչյուր այցի, յուրաքանչյուր տեղի համար ստիպված պետք է վճարեն։ Երեխան ասաց, որ գիշերօթիկը նախընտրում է տանից։ Տնից լավ է, ընդդեմ ամեն ինչով ապահովում է։ Ինչն է, որ տնից լավ օրինակ Ճաշեն են տալիս։ Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով 2012 թվականին երկրում աղքատության ցուցանիշը կազմել է 32%։ 2013-ի տվյալները դեռևս ամփոփված չեն։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը վերջերս լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, թե երկրում սոցիալական վիճակը բարելավելու համար պետությունն իր բյուջեի 30%-ը, մոտ 360 միլիարդ դրամը հատկացնում է սոցիալական ոլորտին։ Այս օրինակ հիմնավորումները սակայն Սվետլաննա Գալստյանին չեն մխիթարում։ Իր երեխայի հաշմանդամության համար պետությունը նրան 11000 դրամ նպաստ է տրամադրում։ Հաշվանդամ երեխայի արմա թոշա։ Սմայ մեկ կամ փողի ինձ մի հատ բան չես արի, դարի բացատրեմ տղա ջան։ Միզի կոժիգ ես կան արժի, մի հատ ծվիտն ես կան արժի։ Չես կարում բացատրես երևում։